Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Ուզում եմ հիշեցնել եւ ընդգծել, որ 3 գումարած 3-ը տարածաշրջանային խորհրդատվական հարթակ է եւ մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մենք կարևորում ենք մեր հարևանների հետ հարաբերությունները, մենք կարևորում ենք իրավիճակը մեր շուրջը, մեր տարածաշրջանում եւ մենք ձգտում ենք զարգացնել, էապես զարգացնել այն գործընկերների հետ հարաբերությունները, ում հետ ունենք հարաբերություն եւ կարգավորել այն հարևանների հետ հարաբերություն, ում հետ չունենք այդ հարաբերությունները այժմ եւ հետո ըստ այդմ էլի զարգացնելու տեսլականով եւ մենք առաջին պահից էլ մասնակցել ենք 3 գումարած 3 հարթակի աշխատանքներին եւ կարծում եմ, որ կշարունակենք մասնակցել։ Կրկին մենք կարևորում ենք տարածաշրջանում մեր հարևանների հետ մեր հարաբերությունները։ Ինչ վերաբերում է հարցի այն մասին, որ ինչպես կարող է այս հարթակը լինել կամ չլինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, ապա ուզում եմ ասել, որ այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ դրված սեղանին եւ եթե լինի էլ մենք նպատակարար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ ունենք մեր երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում բոլոր ուղղություններով եւ սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի շուրջ եւ հարաբերությունների կարգավորման եւ այլ բան, որ ինչպես տարբեր բազմակողմ միջոցառումների ընթացքում, օրինակ, չգիտեմ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, որևէ այլ ՀՀԿ նախարարական եւ այլ, այնպես էլ 3 գումարած 3-ին տարբեր երկրների նախարարներ օգտագործում են այդ առիթը միաժամանակ միտեղ լինելու եւ իրենց երկկողմ հանդիպումներ եւ բանակցություններ եւս ունենում են, այս անգամ մենք էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ բացառություն չենք, մենք ունեցանք մեր բանակցությունների հերթական ռաունդը, մենք կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել եւ մոտեցնել հնարավոր շուտափույթ պայմանագրի կնքումը։ Արձագանք։ Շնորհակալ եմ, քանի որ անդրադարձակ նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը Ստամբուլում մեր կողմից ուրեմն հիշատակվող հանդիպումների ընթացքում ինձ հետաքրքիր է նաև այն կոնտեքստում, որ Ադրբեջանի նախագահը այսօր օրինակ էլի հանդես է եկել հայտարարություններով, որտեղ Հայաստանին մեղադրել է ձգձգելու մեջ խաղաղության գործընթացը եւ խաղաղություն չցանկանալու մեջ նաև ինձ հետաքրքիր է ձեր եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպման արդյունավետությունը, ինչպես է գնահատում եւ առհասարակ այս կոնտեքստում ինչպես է գնահատում բանակցությունների գործընթացը։ Շնորհակալ եմ։ Գիտեք, առաջին անգամ չի, որ մենք ոչ կառուցողական հռետորաբանություն ենք նկատում պաշտոնական Բաքվից, սա որևէ կերպ, ինչպես քիչ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը ասեց, մեզ չի շեղում եւ չի շեղելու մեր ռազմավարությունից համբերատար եւ կառուցողական եւ ակտիվ կերպով աշխատել օր առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը եւ խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դարձնելու համար իդեպ կրկին շատ խորհրդանշական է եւ այսօր կարող ենք արդեն լիարժեքորեն ասել ձեր քվեարկությունից հետո մենք ունենք արդեն մի իրավական պատմության մեջ առաջին իրավական փաստաթուղթը կնքված երկու երկրների միջև եւ այդ փաստաթուղթը արդեն հիմք է դնում եւ որոշակի շատ հստակ պատկերացում է տալիս երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին եւ նաեւ հետագա կոնկրետ սահմանների մասին եւ հետագա սահմանազատման մասին, այնպես որ ես կարող եմ միայն վերահաստատել մեր դիրքորոշումը եւ կրկին կոչ անել մեր հարևաններին ավելի կառուցողական ներգրավել բանակցություններում։ Թուրքիայի մասին հարցին ուղղակի ժամանակ չմնաց անդրադառնալ, բայց պետք է ասեմ, որ մեր երկխոսությունը եւս դրական հունով զարգանում է եւ ես կարծում եմ, որ մենք արդեն ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում եւ օդային տարածքից օգտվելու եւ այլ հարցերում եւ կան որոշակի վստահության ամրապնդող միջոցառումներ, որոնք մենք պլանավորում ենք համատեղ անել։ Իհարկե մենք ունենք պայմանավորվածություն եւ այդ պայմանավորվածության համաձայն սահմանը պետք է մասնակի գոնե բաց լիներ։ Գրավվել են ինքնակամ զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինության կառուցմանը։
Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից պետական բյուջեի միջոցների հաշվին 2011-ից մինչև 2016 թվականների ընթացքում առնվազն 13 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձ ստացած պաշտպանության նախարարության ծառայողները ներգրավվել են ծառայության խնդիրներից չբխող գործառույթների իրականացմանը։ Սեյրան Օհանյանը Աշոտ Գրիգորյանի հետ հանցակցությամբ Լևոն Բարսեղյանի ընտանիքին պատկանող Սիտագրուպ ընկերությանը պաշտպանության նախարարության իրականացրած գնման գործընթացներում ապօրինի առավելություններ տրամադրելու նշված կազմակերպության եւ պաշտպանության նախարարությունում բաժնի պետի պաշտոն զբաղեցնող Գրիգոր Բարսեղյանի օգտին գործողություն կատարելու, այդպիսի գործողություն կատարելու նպաստելու, ինչպես նաեւ թողտվության համար ստացել է առանձնապես խոշոր չափերով 58 միլիոն դրամ կաշառք։ Այսինքն Սեյրան Օհանյանին վերագրվում է 2003 թվականի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքների կատարում։ Սեյրան Օհանյանը նշված հանցավոր գործողությունների արդյունքում Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեի 10526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը իր կողմից զավթված լինելու եւ դրա վրա առանց կառուցապատման իրավունքի ապօրինի իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները զգալիորեն գերազանցող եւ դրանով ողջամտորեն չհիմնավորվող 125 միլիոն 394 հազար 158 դրամ արժողությամբ շենք շինությունների հանցավոր ծագումը թաքցնելու գույքի իրական բնույթը ծագման աղբյուրը խեղաթյուրելու, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու, հիշյալ գույքի նկատմամբ իրական իրավունքները եւ պատկանելիությունը քողարկելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված անշարժ գույքին օրինական տեսք տալու նպատակով ապահովել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում իր վարորդ հանդիսացած Արթուր Առաքելյանի մորաքրոջ որդի Բենյամին Ղալեչյանի, եթե կհիշեք, դա այն անձներով մրցույթում միանձնյա հաղթող էր ճանաչվել, ինչպես նաև իր օգնական հանդիսացած Արթուր Գրիգորյանի եղբայր Էդգար Գրիգորյանի մասնակցությունը նշված հողատարածքի վարձակալության եւ կառուցապատման իրավունքի տրամադրման համար անցկացվող մրցույթին։ Նախապես մշակված սխեմայով Բենյամին Ղալեչյանը մրցութային հանձնաժողովին է ներկայացրել մրցույթի հայտ եւ հանգստի գոտու կառուցապատման գործարար ծրագրի փաթեթ, որում այստեղ խնդրեմ ձեր ուշադրությունը թաքցվել է հողամասը արդեն իսկ շինություններով ծանրաբեռնված լինելու հանգամանքը։ Գործարար ծրագրով առաջարկվել է կառուցել, կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում, ադմինիստրատիվ, հանգստի, ժամանցի եւ սպորտային շինություններ։ Բնապահպանության նախարարի եւ միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահի պաշտոնները զբաղեցրած Արծվիկ Մինասյանը տեղյակ լինելով, որ նշված հողատարածքը ծանրաբեռնված է շենք շինություններով, որոնք փաստացի պատկանում են Սեյրան Օհանյանին, խմբային շահերից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները, պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ ոչ միայն միջոց չի ձեռնարկել նշված իրավախախտումների արձանագրումը, պատասխանատվության միջոցների կիրառումն ու հետևանքների վերացումը ապահովելու ուղղությամբ, այլև ապահովել է մրցութային հանձնաժողովի կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հիման վրա բնության հատուկ պահպանվող տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի տրամադրումը Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված եւ նրա կողմից որոշված անձին Բենյամին Ղալեչյանին։ Բենյամին Ղալեչյանը զբաղվում է իր աշխատանքային գործունեությունը հիմնականում բնակարանների վերանորոգման աշխատանքներն են, մասնագիտացված է սանտեխնիկական աշխատանքների իրականացմամբ։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հավանություն է տրվել ՊՕԱԿ-ի եւ Բենյամին Ղալեչյանի միջև կնքվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրին։ Կառուցապատման վճարի չափ է սահմանվել 631,560 դրամ տարեկան, իսկ պայմանագրի ժամկետ 25 տարի։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի եւ Բենյամին Սուրենի Ղալեչյանի միջև 2017 թվականի մայիսի 3-ին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող